Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ վատությունը հայ ժողովրդին գիտեք ինչն է։ Ղարաբաղցի հասկացություն մտցնելը։ Թալան մալանը հեչ, ամենավատը ղարաբաղցիների հանդեպ նեգատիվ վերաբերմունք ստեղծելն էր։ Ղարաբաղցիներին Հայաստանի հաշվին օլիգարխ ու արտոնյալ սարքելն ու ըստ էության Արցախյան շարժման ողջ իմաստն ու բովանդակությունը խեղաթյուրել փչացնելը։ Այս սա է աններելի։ Հայաստանի, հայաստանցիների համար Արցախյան շարժումն ամեն ինչ էր։ Բոլորը հանուն Արցախի ոտքի կանգնեցին։ Հավեսի համար չէր, մենք մեր համար հանգիստ, անհոգ, ապահով, երջանիկ ապրում էինք։ Այդ առոք փառոք կյանքը Հայաստանը հանուն Արցախի գրողի ծոցը ուղարկեց։ Տղամարդկանց էլ պատերազմ։ Այս երկիրը քանի սերունդ կորցրեց, մնաց անտղամարդ, ամբողջ 90-ականները օր ու արև չտեսավ, մթի ու ցրտի մեջ անցկացրեց։ Մեր սերունդը կիսասոված մեծացավ։ Ու մեկ էլ պարզվեց, որ այդ ամեն ինչը միայն նրա համար էր, որ անհայտ ծագման ինչ-որ ղարաբաղցիներ հելնեն, մեր գլխին դառնան տեր ու տիրական, միլիոնատերեր ու միլիարդատերեր, Արցախ ազատագրելը սարքեն դրամբոնի ոսկին, Արցախի մյուս հանքավայրերն ու հարստությունները մեջ անելու, քվոտավորված ձևով Արցախն ու Հայաստանը ՓԲԸ հիմունքներով տիրելու միջոց։ Հայաստանի ժողովրդին էլ սարքեն իրենց նմանների բարեկեցությունն ապահովող նոքիարներ։ Սա էր։ Հայաստանի գյուղերը, շրջանները մնան անճանապարհ, մեր դպրոցներն ու մանկապարտեզները թողնեինք փլատակ, Հայաստան համահայկական հիմնադրամը միայն անունն էր Հայաստան, փողերը հավաքում կամ ուտում էին, կամ տանում Արցախում էին մի բան սարքում, ինչ փող կար, սփյուռքն էլ հետը կտվեր, տանեինք Արցախ սարքեինք, որ մեկ էլ ու նույն մաֆիան, որ երևի նույն Արցախի հասարակ ժողովրդին էլ, ոնց Հայաստանի ժողովրդին էլ լծի տակ պահում, այտենց էլ նրանց հրամայեր ու մի օրում այդ ամեն ինչը հենց այնպես թողնեին, գային լծվեին Հայաստան, այստեղ էլ էլի Հայաստանի ժողովուրդը ամեն ինչով կարող է օգներ, բոլորին տեղավորեր, հետնել փող տար, որ տուն ու տեղ դնեին, ու մեկ էլ վիճից էլի 9 միլիոնա, 3 միլիոնա, ինչա, քիչա, կամեն աշխատողները, քանի, հարգելի արցախցիներ, դուք գիտեք, թե ձեր մուննաթներն ու հորթուփորթերը ոնց են արդեն հայաստանցիների նյարդերի վրա ազդում, թե բա մենք 70,000 դրամով ուսուցիչ աշխատողը չենք, մենք այտենց աշխատավարձով չենք կարա աշխատենք, մենք բարձր աշխատավարձների ենք սովոր։ Ղարաբաղը փաստորեն Հայաստանի գլխին Գազպրոմ էր սարքված, փողերը քերում, տանում միլիոննոց աշխատավարձեր էին բաշխում այնտեղ։ Մի օր մի տաքսիստ էր պատմում, թե բա զոքանչից բարեկամներին տանս մեջ 2 ամիս պահեցի ամեն օր մսեղեններով եւ այլն, մի օր փլավ սարքեցինք, էլի հետը ուտելու համով բաներ, թե բա մենք փլավ չենք ուտում, մերը միս պիտի լինի։ Ասում ասի դե հերիք եղավ, բոլ եղավ, գնացեք ոնց ուզում եք ապրեք, ու տնից հանելա։ Ռոստովներում տներ ունեին, գնացել են այնտեղ։ Ոնց նայում ես, բոլորը ուր ասես, ինչ ասես ունեն։ Ու հիմա արցախցիների պահանջները, թե բա ձեր տված փողը քիչ է, այդ հայաստանցուն ով է ինչ տալիս։ Մեր երկրում մենք բոլորս օրնիբուն աշխատում ենք ու ստեղծում։ Ձեր արյունը մեզնից ոչ կարմիր է, ոչ կապույտ։ Եկել եք, օգնում ենք, բարի եղեք մեր նման աշխատել, ստեղծել։ Ինչ էլ տրվում է, ինչքան կարողանում ենք, տալիս ենք։ Այդ մեր բերնից ենք կտրում, մեզ երկնքից ոչ մեկ ոչինչ չի տալիս, գոնե շնորհակալ եղեք, 10 դրամի մի աման ճաշի համար էլ մարդը պիտի շնորհակալ լինի, դպրոցներում հատուկ դաս է պետք մտցնել, շնորհակալ, երախտապարտ լինելու արվեստը, մեր մոտ մենակ թքելու, թքած ունենալու արվեստ են մինչև հիմա սովորեցրել, 9 միլիոնը հեչ, 70 ու 150,000 դրամ աշխատավարձը հեչ, մեր այդքան կորուստները հեչ, 44 օրյայում 5,000 զոհ ու կրկնակի ու եռակի հաշմանդամ տվեց Հայաստանը, ու այսօրվա Հայաստանի բիզնեսմենը ոռահանա լինում, այ երկնքից, նի զաշտո իր վզին դրած հարկը անձայն,
Չեն էլ ասում է, որ կատաստրոֆիկ հարկ են կապել բիզնեսի գլխին, և այո, Արցախի պատճառով, այսպես կոչված զոհվածների փողը, դրոշմանիշային վճարը, տարեկան 100,000-ներ ու սուսուփուս տալիս ենք, որ էլի կորուստ ունեցած ընտանիքներին միլիոններ տան, ում հաշվին, էլի մեր, առանց այն էլ ծերին հասցնող բիզնեսի, ով էր տեսել տենց բան, այն առաջին Արցախյան պատերազմում այդքան զոհվեցին ու հաշմանդամ դարձան, էդ ում են ինչ տվել, բոլոր իսկական կռվածները, ոչ թե սուտի ու ճշտի ֆիդայինները, որ հետո էլի օլիգարխ դարձան, բոլոր ազնիվ կռվածները իրենց կյանքը շարունակեցին չքավոր գոյությամբ, այդ պետությունը որևէ մեկին միլիոն ու 2 միլիոն տվեց, որ հլը մի բան էլ ասեր շատ է կամ քիչ է, այս տարիներին ով ոնց հասել ու այո, հատկապես Ղարաբաղցիները, այո, Վազգենի մեր գլխին կապած Քոչարյան Ռոբերտի շնորհիվ Հայաստանցուն հեծնել են ու պահանջել, հայաստանցին էլ ատամները կրճտացնելով հա դիմացել ու ասել լավ ոչինչ, հանուն Արցախի, Արցախ ենք ազատագրել, բայց իմացեք, այդ Արցախի կինոն, հեքիաթը, երազախաբությունը, որով ամբողջ 3 տասնամյակ, մի ամբողջ երկիր ու ժողովուրդ հանիրավի ստրկացրիք, քանի սերունդ վարի տվիք, էլ չկա, կինո կոնչիլես, և եթե ձեզ իր գիրքն առած, հնարավոր ամեն ինչով օգնող Հայաստանի համբերության բաժակը լցվեց, ձեզ համար դժվար թե լավ լինի, չափ կա, պահանջելուն էլ, հորթ ու փորթին էլ, արտոնյալ խաղալուն էլ, զգուշ եղեք, հատկապես ազատության հրապարակ լցնելու հարցում, ազատության հրապարակը մեր ազատության հրապարակն է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, որ Չաուշեսկու դառնալու փոխարեն մի հատ էլ համարձակվի Արցախը դատարկյուն անելով ձեզ սարքել, այո, միտինգի մատերիալ ու Հայաստանի դեմ օգտագործել, մենք ձեզ սիրում ենք, դուք մեր քույրերն ու եղբայրներն եք, մենք երբեք հայաստանցի ու ղարաբաղցի չարեցինք, ու ձեզ համար ամեն ինչ արեցինք, մեր կյանքը փչացրինք, բայց ձերոնք գնացեք այո, ձեր Քոչարյանի ու մյուսների աչքերը հանեք, միայն սրա համար կախաղաննել է քիչ, Հայաստանում մցրեց նեգատիվ հնչերանգով արտաբերվող Ղարաբաղցի, այդ Ղարաբաղցիները հասկացությունն ու թշնամանքն ու ատելությունը դեռ որ ձեր օլիգարխների հանդեպ, Ղարաբաղցի ասելով նրանց ենք հասկանում, հասարակ լավ մարդկանց արցախցի ենք ասում, բայց տեսեք ձեզ էլ իրենց շարքերը չգցեն ու արդեն Ղարաբաղցի հասկացությունը տարածվի բոլոր արցախցիների վրա, որոնք հնարավոր է մեր նման իրենք էլ են իրենց վերնախավի ձեռքը կրակն ընկել, մեր տունը քանդողը այես բաժանարար գծերն են, որ հատուկ բաժանիր, որ տիրեսի համար են մտցվում, Ղարաբաղցի, հայաստանցի, բոլորին բոլորի հետ թշնամացնեն, բայց թե ինչ են ստանալու իրենք էլ չգիտեն, հայը դրանից հաստատ չի շահելու, երևանցին լեննականցի արեց, լեննականցին երևանցի, իրար դրկից հարևաններին էլ թողնես էլի, քյավարցի ու մարտունեցի ու չգիտես էլ ինչ կանեն, չի կարելի, Սա իրոք ամենավատ բանն է, որ այո, միայն սրա համար Ռոբերտ Քոչարյանին ու իր հետ Հայաստանում Ղարաբաղցի հասկացություն մցրած Ղարաբաղյան կլանի պարագլուխներին կախելն ու մոռանալ հեռոստրատին անելը քիչ է։ Իր կառավարման ամեն օրվա հետ սույն կլանը միայն թույն ու ատելություն տարածեց ու ստացավ։ Կադրերում Երևանի ծայրամասերից Շենգավիթի բակերն են, որ առաջ Ղարաբաղյան կլանի տիրապետության շրջանում ընդամենը տռուշող բաներ էին։ Հիմա ամեն շենքի ամեն բակ, ամեն մետր նորոգված բարեկարգված է։ Նիկոլին ինչ ասես կարելի ասել։ Քոչարյանին հատկացվելիք նույն կախարանի պարանը թեկուզ միայն Արցախը կորցնելու համար Նիկոլին քիչել է։
Բայց երբ ժողովուրդը այսքան բանից հետո դեռ հանդուրժում է այս իշխանություններին, այս սրա համար է հանդուրժում, որովհետև մարդուն սա է պետք։ Մարդը ուզում է հանգիստ, անհոգ, ապահով, երջանիկ ապրի, հատկապես, որ մի ամբողջ կյանք խաբեցիք, կյանքը կորցնել տվիք, հետո էլ ապացուցեցիք, թե հայրենիքը, հայրենասիրությունը կեղծ կատեգորիա էր։ Կեղծ է, մարդկանց այլևս ոչ ձեր հայրենիքներն են հետաքրքիր, ոչ մայրենիքները, ոչ էլ երկնային թագավորությունները։ Կյանքը մեկն է, այստեղ եւ հիմա, ու մարդուն հենց այստեղ եւ հիմա կյանք է պետք։ Այո, ասֆալտապատ ճանապարհի, հանգստի գոտու, բարեկարգ դպրոց մանկապարտեզի, աշխատատեղերի, զվարճանքի վայրերի տեսքով։